Դոնալդ Թրամփը գալով կրկին իշխանության Միացյալ Նահանգներում հենց առաջին օրերից էլ նույնիսկ ընտրարշավի ժամանակ էլ հստակ նշել էր, որ իրենք նպատակ ունեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ կնքել պայմանագիր միջուկային ծրագրի շրջանակներում։ Այստեղ հարց է առաջանում, բայց չէ որ կար այդ պայմանագիրը եւ Միացյալ Նահանգները միակողմանի դուրս եկավ։ Պատասխանը այն է, որ այդ կնքված պայմանագիրը բացարձակապես չի բավարարում Դոնալդ Թրամփին, այսինքն այն որ 10 տարի բանակցվել էր եւ կետեր էր բերվել որտեղ բավարարվում էր որոշակի չափով եւ Իրանի շահերը, ընդգրկված էր եւ Միացյալ Նահանգների շահերը եւ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի, դա բացարձակապես ձեռնտու չէր Միացյալ Նահանգներին, այսինքն մենք տեսնում ենք, որ Իրանի Միացյալ Նահանգների նախագահը փորձում է իր կետերը մտցնել պարտադրանքի միջոցով եւ փորձել առավելագույնը ստանալ Իրանի Իսլամական Հանրապետությունից, ցուցադրելով իր ուժը, իր հաստատակամությունը եւ ճնշման մեխանիզմներով ավելին կորզելու նպատակ է հետապնդում։ Ես կարծում եմ, որ առաջին հերթին Միացյալ Նահանգները այդ պայմանագրի մեջ, նոր պայմանագրի մեջ, որ ուզում են կնքեն, անպայման ներդնելու են նաև հրթիռաշինության հարցը, որովհետև մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները Թրամփի իշխանության շրջանում եւ հենց առաջին շրջանում հստակ նշում էր, որ խնդիրը միայն միջուկային ծրագիրը չի, այլ նաև պետք է սանձել Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռաշինությունը։ Մենք տեսանք, որ Իրանի հրթիռները հասնում են Իսրայել։ Այլ հարց է, թե քանի բաց թողած հրթիռից է հասել Իրաքին, բայց կարողացել են հասնել եւ նրանք ցանկանում են անգամ սա սահմանափակել, այսինքն վերահսկել Իրանի հրթիռաշինությունը, ինչը յուրաքանչյուր անկախ պետության իրավունքն է, անկախտելի իրավունքն է եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի գնալու սրան։ Այսինքն այս առումներով մենք տեսնում ենք, որ լարվածությունը ցավոք սրտի աճ է գրանցում։ Իհարկե փորձեր են արվում նաեւ արաբական երկրների միջոցով միջնորդել եւ բանակցել եւ տեսնել որտեղ հնարավոր է լեզու գտնել, որպեսզի այս ճնշումը, այս լարվածությունը մերձավոր արևելքում մի փոքր թուլացնի։